վեճարանքը պատկանում է միակ զորավոր ամենակարող Աստծուն։ Հալելույա։ Հալա փառք Աստծուն սիրելի եկեղեցի, Աստված օրհնի քեզ շատ, որ այսօր այստեղ ես ողջունում ենք ձեզ կյանքի խոսք եկեղեցում աշտարակի եւ ինչպես տեսնում եք այսօր ունենք հրաշալի հյուրեր մեր շատ թանկագին մեր սիրված մեր ընկերները հրաշալի մարդիկ հրաշալի Աստծո ծառայողներ այսօր մեր հյուրերն են Կոշի կյանքի խոսք եկեղեցու հովիվները Նորայր Սարգսյանը եւ Սաթիկ Սարգսյանը ողջունում ենք Ողջունում ենք, շատ շնորհակալ ենք Հովիվ Նորայր ջան, որ ընդունեցիք մեր հրավերը եկաք եւ ուզում եմ ասել, որ այսօր սիրտդ պատրաստ ես, որ երկնքից զորավոր խոսք ենք ունենալու եւ Սուրբ Հոգին այստեղ գործելու է, հենց պատրաստ լինես սիրելիս, հենց սիրտդ միտքը կենտրոնացնես Տիրոջ վրա, Աստծո ծառան այսօր երկնքից խոսք է խոսալու, որը մեր կյանքերի մեջ զորավոր գործեր անելու եւ շատ իրավիճակներ փոխվելու է, ամեն, եւ քո սպասումից շատ բան է կախված, ամեն, եկեք փառաբանենք Տիրոջը մեր ծափարություններով եւ հրավիրենք Փառք Տիրոջը, փառք Աստծո ձեր համար, ամեն բարև ձեզ։ Կարակ տեղավորվեք, Տերը օրհնի ձեզ։ Գիտեք, շատ անգամ մենք փառաբանում ենք, ասում ենք եսից ձենա գալի մեր ձենը, չէ։ Գնաս Աստված լսում է դե չէ։ Դրա համար Աստված փառաբանություն է դրա եկեղեցում, որ լինենք օրհնված։ Թե չէ մենք մեզանից գոչ ենք ունի։ Ամեն։ Հալելույա։ Փառք Տիրոջը ձեր համար, որ այսօր քո ժամանակը տրամադրել ես եկել ես Աստծուն, իրանց խոսք լսելու, ամեն։ Գիտեք, իրականում Աստված ինչ-որ բան ունի եկեղեցում, ինչ-որ բան է անում եկեղեցում, դրա համար Աստված դրել է այս երկրի վրա եկեղեցին, ամեն։ Թե չեք ասել, արարել մեզի գնացեք ոնց ուզում եք ապրել, բայց փառք Աստծո, որ կա եկեղեցի, որ հավաքում ենք մեկտեղ Տիրոջը լսելու, Տիրոջ խոսքը իրականում վերցնելու մեր կյանքի մեջ, մեր ընտանիքի մեջ, մեր ապագայի մեջ, ամեն, ծառայության մեջ, գործի մեջ, ամենտեղ Տիրոջ խոսքը գործում է, գիտեք։ Նենց չի, որ ստից գնացի մենակ եկեղեցում է գործում։ Քո տան մեջ է գործում, ընտանիքում է գործում, դուրսն է գործում, որտեղ որ դու աշխատում ես, ինչ որ անում ես, քո անձնական կյանքում է գործում։ Գիտեք, Աստծո խոսքը զորավոր է ամենտեղ։ Ամեն։ Դրա համար փառք Աստծո քո համար, որ դու որոշել ես եկել ես եկեղեցի, որ մի բան վերցնես Աստծուց։ Գիտեք, եկեղեցի գալով ամենքս ինչ-որ մի բան վերցնում են։ Դե մեր ընտանիքի համար, դե ապագայի համար, դե չգիտեմ աշխատանքի համար, բայց ամենաշատը Տերը ինչ է ուզում, որ մեր հոգևոր կյանքում ամեն զորանա, ուժեղանա, մեր հոգին զորանա, որ մոտիկանանք Աստծուն, մնացածը Աստված իր տեղը կգցի։ Բայց մենք գալիս ենք շատ անգամ եկեղեցի ասում ենք, տենասը դե ինչ կա գործերի մասին ինչ են ասելու, այսօր ինչ քարոզանելու, կամ ֆինանսների մասին տենաս ինչ խոսք անելու, վերցնեմ եկամ օրհնված լինեն։ Գիտեք, բայց Աստված ուզում է մեր հոգին զորացնի, ուժեղացնի, մենք մոտիկանանք Տիրոջը, այդ ժամանակ Տերը ամեն ինչ կդրասնի։ Ամեն։ Դրա համար ուզում եմ, որ դու միշտ գաս ճիշտ սրտով Աստծուց, ճիշտ մոտիկանաս Աստծուն, որ Տերը քեզի պատասխան տա։ Ամեն, դու ստանաս Աստծուց ինչ-որ բան։ Ամեն։ Հալելույա, փառք Տիրոջը։ Այսօր ես կխոսամ հետաքրքիր թեմա եմ պատրաստել, ու սրտից դրվել է, որ ես խոսամ այս խոսքը ձեզ, ու ես ոնց որ այս իրավիճակների մեջ Աստված ինչ-որ բան ունի ձեզ ասելու։ Ամեն։ Նեղությունների մեջ չթուլանաս, այսօրվա իմ թեմայի վերնագիրն է, նեղությունների մեջ չթուլանաս։ Ես մեր կյանքում Հիսուսը խոստացել է, որ կլինեն դժվարություններ, նեղություններ, ամեն, բայց վերջում գիտեք ինչ ասել։ Ես ձեր հետ եմ, ամեն, հովիվը մեր հետ չեն, ամեն, պապան մաման մեր հետ չեն, տնեցիկ մեր հետ չեն, տես բան չի ասել, Հիսուսն ասել է ես եմ ձեր հետ, ամեն, ոչ թե մեր ինչ-որ մեկն է գալու մեզ օգնի, տենակ մեր սպասումումից է, հովից է, ընտանիքից է, ինչ-որ ընկերներից է, գործից է, աշխատավարձ կտան, լավ կլինի, Տերը իմ հետ է, չէ, Աստված Հիսուսն ասեց ես ձեր հետ եմ, ամեն, դժվարություններ կլինեն, նեղություններ կլինեն, բայց Տերը մեր հետ է։ Գիտես, երբ որ մենք գիտենք, որ Տերը մեր հետ է այդ իրավիճակի մեջ, մեր հույսը ավելի, մեր ապագան մենք տենում ենք այդ ժամանակ։ Մեր հույսը ավելի մեծանում է, բայց որ մեկը մեր կողքը չի լինում, ասում ենք, դե հովը չեկավ, հասավ, այս աղբերս չեկավ, այս ընկերս չեկավ, այս գործի մեջ այս չեղավ, այն չեն, ում էր սպասում։ Հովն էլ է սպասում Տիրոջը, ամեն։
Այդ մարդիկ են սպասում Տիրոջը, բայց իրականում ինչա, Տերն ուզում է, որ երբ որ մենք մոտիկանանք իրան, Աստված կկպնի հովի սրտին, ընկերոջը սրտին, Եվրոպայել, Ամերիկայել, չգիտեմ, որտեղ ուզենա կկպնի։ Ինքը ուզում է պրոստը, որ դու մոտիկանաս իրան, ամեն, որ դու հավատաս, որ Աստված քո հետ այդ ամեն իրավիճակի մեջ, չմոռանաս, երբ որ դու թուլանում ես, երբ որ տկարանում ես, մի վախեցի, ամեն, չթուլանաս, ավելի դու պիտի զորանաս, ավելի ուժեղանաս, ամեն, ինչի պատճառով դու ավելի պիտի մոտիկանաս Աստծուն։ Գիտեք, երբ որ դու մրսում ես, ինչ ես անում։ Ձմեռը։ Այդպես փենջի մոտ, չէ՞, չես կայնում, ասում ես կայնում մրսեմ, կարող հետո մեջքի վրա տանեն։ Մենք գիտենք ուր է թան, որ տաքանանք, ամեն, նույնը մենք գիտենք հավատքի մարդիկ, գիտեք ինչ են անում, այդ վատ իրավիճակների մեջ, նեղության մեջ, գոնե կան Աստծու մոտ, եկեղեցի վազեն, չգիտեմ աղոթների մասնակցեն, Աստվածը շունչը վերցեն, Տեր ջան, ինչ ես ասում, խոսք ունես, ինչ որ բան ունես, գիտես վազում են, ես ու Երևան դեսօր չենք խոսացել իրար հետ, ոչ էլ իմանում ենք ինչ զոհաբերություն է խոսալու, մենք վազում ենք ուրիշ մարդկանց մոտ, բայց Աստված ասում է մոտիկացի ինձ, որտեղ ինքն այդ ճանապարհը, այդ օրհնությունը մեր կյանքում բերողը, ամեն, ինքը ամեն բան գիտի մեր կյանքի մեջ, ամեն, ոնց որ երկինքը երկիրը արարել է, այս հնարավորությունը տվել է մեզ, որ մենք ապրենք, ինքը այդ ճանապարհները գիտի, դրա համար երբ որ նեղության մեջ ես հայտնվում կամ դժվարության, փորձության մեջ ես հայտնվում, վստահի ասում, ամեն, Տերը մեր հետ է ամեն ժամանակ, էլի եմ ասում, նեղության մեջ չթուլանաս, բացենք ուրեմն Նահոմի 2:1-ը, Նահոմ գիրքը գնանք, 2-ի առաջի խոսքից, ինչ աստեղ խոսքն ասում է խորտակող է վեր գալիս քեզ դեմ, ու կետ է դրած, գիտեք Աստված մեզ զգուշացնում է, իր խոսքի միջոցով, գիտեք շատ անգամ մենք ինչ-որ իրավիճակի մեջ ենք հայտնվում, ասում ենք ես ինչ եղավ իմ հետ, մի րոպե, այս բանը իմ հետ պիտի չի լիներ, ես գալիս եմ, ես աղոթում եմ, ես խնդրում եմ, ես ես եմ անում, ես բազում եմ Աստծուն ծառայում եմ, գիտեք Աստվածը շունչը զգուշացնում է, քո դեմ, ինչ որ մեկը կա թշնամի կանգնած, չմոռանաս, բայց մենք մոռանում ենք, որ մենք ես աշխարհում է, գիտեք երկնքում մենակ թշնամի չկա, մենք երբ որ այդքան 1000 տարի ապրենք այս երկրի վրա, այդ վաղտը սատանա կապված լինելու, ու վсё, մենք երկնքում ենք մենք ազատ, ու հետո Աստված բաց է թողելու 1000 տարի հետո, ու Աստված դե մեզ զգուշացնում է, որ քո դեմը թշնամություն կա, մենք այդ իրավիճակների մեջ պիտի մարդուն չնայենք, բայց մարդն է թշնամի, բայց ես եղբայրն է թշնամի, բայց ես քույրն է թշնամի, բայց հորին է թշնամի, բայց եկեղեցու անդամներն են, գիտեք Աստվածաշունչը այս տարածքի մեջ ինքը մարդկանց նկատի չունի, ամեն, այս իրավիճակների մեջ մեր կյանքում ինքը մարդուն մատնացույց չի անում, ինքը գիտեք ինչ ասում, զգուշ եղի, ամեն, խորտակող է գալիս քեզ դեմ, պահիր պարիսպդ, գիտեք ինչ ասում, երբ որ դու տենում ես ինչ-որ թշնամին, Աստված ասում է ինչ պիտի անես, պարիսպդ պիտի պահես, ուրիշ ոչ մի բան, ամեն, ու գիտես շատ անգամ մենք հակառակն ենք անում, մենք սաղից նեղանում ենք, մենք գոնե մեր պարիսպը պնդասնենք, մեր հավատքի, կպնենք Աստծուն աղոթենք, Տեր ջան, այս իրավիճակի մեջ իմ պարիսպը պնդասնեմ, շինարարություն անեմ, չգիտեմ, հիմքը գցեմ, այդ պատը շարեմ, ասում է ինչ արա, պարիսպի ուշադիր եղին, ամեն, պարիսպը տես ոնց ես արտած, ես հիշում եմ մի ժամանակ ստե պարիսպ չկար, բայց հիմա որ եւ պարիսպ է կար, ինչ ապավ է, չէ, դրները փակվի գետում են, բայց մի անգամից այդ պարիսպից էսյան դուրն է, չէ, նույնը մեր կյանքում, գիտես մենք ինչ ենք, պարիսպը թուլացնում ենք, այդ արդեն ներս մտնելը հեշտ է, այստեղ հեշտ մտնելը հեշտ է արդեն, սատանային, դրա համար Տերն ինչ ասում, պարիսպը, ասում է հետևի, պարիսպիդ նային, ամեն, պահի պարիսպը, ճանապարհիդ նայի, մեջքդ պնդասրու, ուժդ զորասրու, ամեն ստե 4 հատ բանի մասն է խոսում Աստծո խոսքը, 4 բաների մասն է խոսում, որ մեր կյանքում շատ կարևոր է, պարիսպը պահի, ճանապարհիդ նայի, գիտեք մեր ճանապարհներին մենք պիտի շատ անգամ հետ նայենք ու նայենք ես ինչ եմ անում, այս քույլիկին որ չեմ դերեմ, ֆրամ ասեմ, մի րոպե, այս քույլիկը որ փառաբանում, այս մարդու ես չեմ կարող դերեմ, չէ, այս իրավիճակի մեջ ես չեմ կարող հաղթեմ, ասում եմ նայի ինչ ճանապարհով ես գնում, մեկ ֆրամ ճամփետ նայի ճանապարհին, արդյոք դու Հիսուս Քրիստոսի ճանապարհ ես դնում, Հիսուսն ասեց, ես եմ ճանապարհը եւ ճշմարտությունը, ամեն, նայի ճանապարհին ես ճիշտ եմ անում, այսօր Կիրակի է, ես ուր եմ, որ ճամփեն եմ ճամփել դնում,
Այդ մեմ չգիտեմ որտեղ կոֆե խմելու բաժակը չգիտեմ ուրախանալու կամ չգիտեմ ինչ-որ մեկից ինչ-որ բան վերցնելու, ես նայում եմ ճամփը, ես ես ուր եմ, զարթել ուր եմ այդ ճամփին ուր է տանում ինձ։ Վատ բանի մեջ է ինձ գցում, դե լավ բանի մեջ։ Ամեն։ Ես նայում տնամ եկեղեցում ինչ ճամփա կա, ինձ ինչ ծառայություն են տանի, ինչ անեմ, Աստված իմ համար ճանապարհ ունի, ամեն։ Ամեն մեկիս համար ճանապարհ ունի։ Ու գիտես շատ անգամ մենք անհաջողության ենք հանդիպում ու դժվարության ենք հանդիպում, ասում ենք Տեր ջան, ի՞նչ եղավ։ Որտեղ ճանապարհին չեմ նայես, ուր եմ գնացել։ Այս ճանապարհը իմ ճանապարհը չէ։ Ամեն այս ճանապարհով ես պիտի չգնայի։ Ու Աստված ինչ ա ուզում, որ մենք մեր ճանապարհներին ուշադիր լինենք, ամեն պարիսպը պին լինի, ամեն ճանապարհները ճիշտ լինի։ Գիտես շատ անգամ մարգորեն մենք նայում ենք, ասում ենք ճիշտ ենք անում, այս բանը ճիշտ ենք, մեր գաղափարով, մեր մտածելակերպով, բայց երբ որ մենք բերում ենք Աստծո խոսքի հետ քննում ենք, ու մենք ինչ ենք տենում, սխալ եմ անում, Տեր ջան, ես ինչ եմ անում, իմ ճանապարհը ծուր է, մենք շատ անգամ մարդուց մի անգամ նեղանում ենք, Աստված ասում է թեքի ճամփը դզի, հետո կիմանաս օրհնությունը որտեղ է, ամեն, հալելույա, ուստի ինչ ասում, մեջքդ պնդասնում, ու գիտես, երբ որ մենք զգացել ենք բանը, ովքեր որ պարապում են, ովքեր որ չգիտեմ, այդ մեն մարզվելու, ինչ որ չեմպիոն են ուզում դառնան, գիտեք ինչ են անում, իրանց մեջքը պնդասնում են։ Մարզանքներ են անում, իրանք միշտ զբաղվում են սպորտով, որ իրանք ուժեղանան, հետո վերջում, երբ որ ելնեն իրար դեմ դիմաց, ինքը իրան մեջքը պինդ դնի, որ այդ ժամանակը, չգիտեմ, 5 փուլա, 10 փուլա, որ ինքը կարողանա հաղթել։ Ամեն։ Դրա համար հոգևոր կյանքում էլ է մեր կյանքում էլ է պետք, որ մեր պինդը լինի մեր մեջքը, որտեղ Հիսուսի հետ երկար ճանապարհ ենք գտնում։ Ամեն։ Ամեն։ Մեկը չկա ինձ մի բան ասի, իմ մեջքից թույլացա, վայ, իմ մեջքից իմ հետևից խփի։ Դե գիտեմ որ եկեղեցուց է լինելու այս խնդիրները, այս մեջքից, այո, պնդասնա մեջքը։ Ամեն, պնդասնա։ Գիտեք Հիսուսը այս երկրի վրա մեզ մի հատ նես տեղ է բերել, որը որ եկեղեցին է։ Կատարել մարդիկ չկան։ Մենակ կատարելները երկնքում են։ Ով գնացել է երկինք, կատարել է։ Հələ մենք չենք կատարել, չենք դզվել։ Երբ որ դզվենք, այդ մատ կետանք։ Դրա համար մեջքի կաղա հետևիցդ էլ հարված խփեն։ Չգիտեմ կողից էլ խոսան, ինչ որ ներվես, բայց քո մեջքը հոգևոր պիտի պինդ լինի, որ չթուլանաս։ Ամեն։ Որ դու չտկարանաս, որ դու չխեղճանաս, մանավանդ Աստծո ծառայության մեջ։ Մեջքը, դե գիտեք Աստված չի ասում, ես գամ կպնդասնեմ։ Ասում եմ դու պիտի պնդասնես։ Դու պիտի հաղթահարես այդ իրավիճակները։ Դու պիտի նեղասկոտությունը, գիտեք մարդը շուտ նեղանում է։ Սովորական բան խոսում ես, չգիտեմ, ինչ-որ մի բանից, բայց ինքը մի անգամ sense նեղանում է, Աստված ասում է պնդասրա մեջքը։ Ամեն։ Երբ որ տենում ես ինչ-որ մեկը քո մասին խոսում անգամ ես բամբասանքի մեջ, պնդասրա այդ կոմը։ Ամեն։ Ուժեղացրա։ Երբ որ տենում ես ինչ-որ իրավիճակներ կա, որ չես կարող հաղթես, աշխատի դրա վրա սկսի պնդասնել։ Ինչ-որ մեկը վատ բան ասե, քեզի կամ չգիտեմ, բժիշկն ասե, չի լինի, չի ստացվի, պնդասրա, ասա կլինի կստացվի, ու ես օրհնված կլինեմ, ես ունենամ ամեն, ես բժշկված կլինեմ։ Գիտեք, երբ որ մեր մեջքը պինդ անում, մենք ինչ ենք անում, մենք հավատարիմ ենք, մենք մնում ենք Աստծո մեջ, մենք Աստծուց չենք նեղանում, ոչ այս մարդուց կնեղանանք, ոչ Աստծուց, Աստված կարող է չտայել մեզ ինչ-որ մեր խնդրվածքը, բայց իմ հոգևոր մեջքը պինդ է։ Դե գտել ես պետքա չես տալի, քո ձեռների մեջ է։ Ոնց երեխեն մեզի գալի ասում, պայսի եմ ուզում, ես են եմ ուզում, չէ, ով որ ծնողը գիտի, բայց մենք գիտենք, երբ ենք տալի, ինչ ենք անում, ամեն, նույն էլ Աստված գիտի, երբ հա տալի, բայց մենք չենք նեղանում այդ կամ շուտ Աստծուց, բայց մեր երեխեքը չեն նեղանում ես, զգացել եք, ամեն կոր կարող ասեն, պա, սավոր ասեն, պա երբ ես տալի, ու մորանա, բայց մենք սավորա նեղանում ենք, դաժե եկեղեցի չենք ուզում գանք, բարևը չենք ուզում տանք մարդկանց Բայց դրա համար մեզ ինչ է պետք, որ մեր մեջքը պինդ լինի, ամեն, որ մենք չթուլանանք, հալելույա, փառք Աստծո, դրա համար մեջքդ պնդասրա, Աստծո խոսքը ինչ ասում, ինքը գալիս է խորտակով, որ քեզ խորտակի, ուրիշ ոչ մի բանի մա չի գալի, ինքը գալիս է, որ քեզ հավատքից գցի ներքև, ինքը գալիս է, որ քո հավատքը գողանա, ինքը գալիս է, որ եկեղեցու մեջ ինչ-որ պրոբլեմ բերի, որ դու չգաս եկեղեցի, ամեն Ինքը գալիս է ինչ-որ մի բան ցույց տալու, գիտեք, եթե մենք ման գանք ստե ինչ-որ մի բան, այսօր հերթապաններն եկել են մաքրել են։ Եթե ես ուզենամ բան գամ, կգտնեմ։ Իմ հետ ով է համաձայն։ Մի հատ կեղտ կգտնեմ։
Ամեն։ Եթե ես ման գամ, բայց երբ որ ես իմ մեջքը պինդ է, երբ որ ես իմ սիրտը ուղղել եմ, եթե ես տեսել եմ, կվերցնեմ էդի կդնեմ մի կողմի վրա։ Ամեն։ Ոչ թե կասեմ, ով է այսօրվա հերթապանը, արեք տնամ։ Ես կիաս դե փոշիլը նայեմ։ Հոմոյիսի կնա փոշիլ։ Տեսել ես դու մաքրի։ Թաշկինակը թանի, մաքրի դիրջեղը։ Նորմալ է, քո տունն է։ Երբ որ քո տունը զիբիլա թափում, ինչ ես անում։ Ցես եմ տատի պապի ասում, նա քունջ ես մտցնում, որ չերևա։ Դες բան չես անում, չէ՞, վերցում ես կամ երեխին ես ասում, ինչ որ բան անում։ Մաքուր ես բան քո տարածքը, նույնն է մեր եկեղեցին է։ Մենք շատ անգամ մտածում ենք, այս մարդու ծառայությունը թող ինքն տեր կանի դրան։ Թող ինքն ոնց ուզում անի։ Մեջքը թոփին դնի, մի վախեցի, գնաս մենան օգնի, նրան էլ օգնի։ Պիտի վազես ամենտեղ կապ չունի, որ այդ մարդն է այդ ծառայության մեջ։ Կարող է այդ պայն վրազել այդ միկրոֆոնը ընկել է գեդի։ Արագ սա գնացել է։ Ու քո աչքը տեսել է միկրոֆոնը ներքևն է։ Դա քոնդ է, դու պիտի վերցնես դնես։ Դու պիտի չասես բաղենայի մի բանի վրա չեն նայում, այս չեն անում, չէ՞։ Ու դա մեր տունն է, Աստծո տունն է։ Ամեն։ Ու այդ Աստծո տունը մեր տունն է։ Ու շարունակում է շատ զորացրու։ Ուժը, կներեք, կնդասում մեջքը, ուժը շատ զորացրու։ Ուժը զորացրը, ուժեղացի։ Ամեն։ Ոչ թե թուլացի ու փախի, դու պիտի ավելի ուժեղանաս, ավելի զորանաս։ Գիտեք, երբ որ այդ դժվարությունը մեր ընտանիքում եկավ, Դավիթից հետ կապված, Դավիթս իմ մեծ տղեզ երկնքում է, ու գիտես մենք ինչ այն, մենք մեր ձեռները չթուլացրեցինք։ Մենք ասենք մենք պիտի ուժեղանանք։ Ես գիտեմ իմ տղեն որտե է։ Համոզված եմ, որ Տիրոջ ձեռների մեջ է։ Տիրոջ մոտ է, ինձանից լավ է նայում իմ Աստված։ Ինձանից ավելի լավ իրավիճակի մեջ է, քան թե ես ավելի շատ հոգ պիտի անեմ հիմա իմ երեխեքին, ովքեր որ իմ հետ ապրում են։ Ամեն։ Ու գիտես, երբ որ մենք հայտնվանք այդ բանի մեջ են, մենք ինչ արեցինք։ Մենք ամեն ինչ արեցինք, որ շատ զորանանք։ Շատ զորանանք։ Էդի մեզանից է, ես պիտի զորանամ։ Գիտես, Աստծո խոսքն ասում է, դու պիտի զորանաս։ Ես քեզ տվել եմ, խոսքն եմ տվել, ես քեզ տվել եմ, Սուրբ Հոգին եմ տվել, սա քո մեջ է։ Ես կարամ անարգեմ այդ խոսքը, ես կարամ Աստվածաշունչը մի կողմ շպրտեմ։ Ամեն, ու ես չզորանամ։ Ու ես ուժ չվերցնեմ, ու ես չհաղթեմ այդ իրավիճակի մեջ։ Ամեն։ Ու Տերը իրականում ինչ արեց, մեզ զորացրեց, մենք ուզեցինք դրա համար զորացանք։ Նույնն է քո իրավիճակն է, ես չգիտեմ, հիվանդության մեջ ես, անհաջողության մեջ ես, ինչ-որ իրավիճակն է քո կյանքում, չի լինում, չի ստացվում, ասում է դու պիտի զորանաս։ Ամեն։ Ուժը զորացնա, դու պիտի ուժեղանաս։ Ամեն։ Փառք Աստծո, եկեղեցին գա, աղոթում է քո համար, չգիտեմ, ծոմապահում, չգիտեմ, ամեն մի եկեղեցում էլ աղոթ կա եկեղեցու անդամների համար, բայց մեզանից է կախված, ես ուզում եմ ուժեղանամ, դե չէ։ Ամեն։ Ես ուզում եմ այդ իրավիճակից դուրս գամ։ Ամեն։ Որտեղ երբ որ մենք հասկանում ենք, որ ինձանից ամեն բան կախված, մենք ամեն ինչ անում ենք, որ դուրս գանք դրանից։ Գիտեք, ես մարդիկ գիտեմ, որ ինքը չի ուզում, որ ինքը զորանա, ասում է ինձ չի վերաբերում էլ Աստծո խոսքը։ Ինքն է տղա կորցրել, ինքն է զինվոր կորցրել, իր տղեն էլ է զով է, ասում է ես չեմ ուզում, ես իմ համար չի։ Բայց մենք որոշեցինք, որ մենք պիտի ուժեղանանք։ Ամեն։ Ու փառք Աստծո Տերն էլ ասում է ամեն, ես քեզ կօգնեմ։ Որը որ անհնարին է, որը որ դու չես կարող անես, Տերը քեզ օգնելու է, զորություն է տալու։ Ու այդ զորությունը Աստծուց է, ոչ թե մեզանից։ Մենք մեզանը որ նստենք տունը, մենք չենք կարող զորանալ։ Ես 100% ասում եմ, այս կիրակել մնանք, այն կիրակել մնանք, ունը լիքը գործեր կա, բեկն է հասը, էս է տուն եմ սարքեմ, շենք եմ սարքեմ, ես եմ անում։ Դու չես կարող զորանաս։ Ոնց զորանաս։ Չես կարող։ Ես մենք այդպես օր չեղը, երբ որ Դավիթից այդ բանը եղել է, այդ օրն է, մենակ կիրակի օրը իր թաղման օրն եղել, մենք եկեղեցի չենք գնացել։ Մնացած օրը մենք բազել ենք ստե զորանալու եկեղեցում։ Մնացած օրը մենք մեզ տրամադրել ենք, որ մենք զորացնենք մեզ։ Ամեն։ Մեզ զորացնողը Աստծո խոսքն է, ժողովուրդ ջան։ Ամեն։ Տերն է մեզ զորացնողը, զորություն ուժ տվողը Աստված է։ Դրա համար ամեն ինչ որ փորձություններ են, նեղություններ է գալի, մի թուլացի, նեղությունների մեջ չթուլանաս։ Աստված էդի մեր կյանքում գալիս է, որ մենք ուժեղանանք, ոչ թե գալիս է մեզի գցելու համար։ Որտեղ Աստծո խոսքն ասում է ինքը գալու է
խորտակողա գարի, ոչ թե գիտես մեր կյանքում Աստված ինչ որ բան է պատրաստում անի, ոչ։ Ինքը մեզ զգուշացնում է։ Ամեն։ Ինքը մեզի ոնց որ ցույց է տալի, որ մենք կարողանանք հաղթենք այդ բանը։ Հալելույա, փառք Աստծուն։ Ամբակում 2:1-ը։ Ամբակում գնանք 2:1։ Իմ պահպանության տեղը կանգնեմ եւ կենամ Պարիսպի վրա եւ մտիկ տամ տեսնեմ թե ինչ է խոսելու ինձ հետ եւ ինչ պիտի պատասխանեմ իմ հանդիմանության մասին։ Ինչ ասում, ասում եմ ես իմ Պարիսպի վրա կանգնեմ, դենամ Տերը ինձ ինչ ասելու։ Դու քո Պարիսպը ասում ես Պարիսպը սարքել եմ, հիմա քո կանգնելու վաղն է, Տերը ինչպես խոսք վերցես։ Դենաս Տերը ինչ ասելու։ Տերը դժվարությունը որ եկել է, ես աղոթում եմ, ծոմ եմ, պահում, չգիտեմ, սենց եմ անում, բազում եմ ծառայության։ Ասում եմ կանգնի Պարիսպի վրա ու Տերը քո հետ խոսա։ Իմ պաշտպանը հանդիմանությունն է, ինքը քեզի հանդիմանություն կտա։ Ամեն։ Ինքը քեզի եթե դու տկարացել ես, թուլացել ես կամ չգիտեմ, հավատքի մեջ ինչ-որ բաների մեջ ես հայտնվել, ինքը քեզ կբարձրացնի, կմխիթարի, կզորացնի, ինքը գիտի ինչ անել։ Դու մենակ կանգնի Պարիսպի վրա ու վերցնի Տիրոջից։ Ամեն։ Տերը ուզում է որ Պարիսպն է, երբ որ կառուցել ենք, Պարիսպը չկառուցենք թողենք եթանք։ Կառուցեցի, գնացի տներով իմ գործին։ Ասում եմ կանգնի դրա վրա որ ես քեզ խոսք ունեմ ասելու։ Որ ես քեզ պիտի բան ասեմ։ Ամեն։ Գիտես Պարիսպն է սարքում։ Դու սարքում ես որ ճշնամի չհարցակի, բայց ոնց հաղթես ճշնամուն։ Հետո Պարիսպը սարքեցի, բա հետո։ Հետո ձեռները ծալես տեսնում է, չէ։ Պիտի խոս վերցես Աստծուց, ոնց ստրատեգիա, ու չգիտեմ ոնց անեմ, որ ես հաղթեմ, ինքը չկարողանա իմ Պարիսպը քանդի։ Ինքը չկարողանա մտնի իմ տունը։ Ամեն։ Ու Տերս թե ինչ ասում ամբակումի մեջ։ Ասում է իմ պահպանության տեղը կանգնում են եւ կենան Պարիսպի վրա։ Միջև Տերը խոսա։ Մի կանգնի, միջև աղոթի, միջև Աստված խոսա։ Մենք երբ որ այդ իրավիճակի մեջ, երբ որ մենք աղոթում ենք, Տիրոջը խնդրում ենք, Աստված խոսում է։ Մենք այդ Պարիսպի վրա չենք թողում այդ մենք։ Կանգնում ենք Տեր ջան, ինձ խոսք ունես ասում։ Սաթիկներ ստանում, ես եմ խոսնում, ամեն օր մենք խոսք ենք, միջև մենք խոսք ենք ստանում Աստծուց։ Ու գիտես ամեն օր Աստված խոսք ուներ մեզ։ Զորավոր խոսք։ Ու գալիս են կողքից եկեղեցու անդամները հաստատում են, ասում են նայ Տերը, մեր այդ խոսացել ես մարդը գալիս է մեր տուն ինձ խոսք ասում, դա մի բան է։ Ու մենք ուժեղանում ենք, ու մեր մեջ հաստատություն է գալի։ Իմացեք Աստված ինքը ունի ճանապարհ քեզ ուժեղացնելու։ Պրոստը դու համաձայնվի։ Ամեն։ Համաձայն ու կտենաս որ Տերը, եթե պետք է ինքը կա հանդիմանն է։ Մենք մտածում ենք այդ հանդիմանության մասին։ Ասում ենք դե ինչ որ սխալ ենք արել, որ այս բանը եղավ մեր հետ։ Ու գիտես մտքեր է գալի, չէ՞ լիքը։ Մեղքին գործը ինչ են արել քո առաջ։ Դեք մեր եկեղեցուց մեկ եկավ, ինքը Աստծո խոսք էր ստացել։ Ասել Տերը ինձ ուղարկել է ձեր տունը, մի մտածեք որ դուք մեղք եք գործել, որ ձեր կյանքում սենց բան է։ Այդ մարդը եսի որդից եկել էր։ Ու մեր այդ խոսքը մենք ստացանք։ Ես շատ անգամ գալիս եմ մեր կյանքում, չէ՞։ Որը կողմ մեղք եմ գործում, ոնց սխալ եմ արել, Տիրոջ առաջ ինչ որ բան եմ արել։ Բայց Աստված Պարիսպի վրա երբ որ կանգնում ես, Աստված եսի որդից, մարդ ուղարկի որ այդ խոսքը քեզ ասի։ Ամեն։ Ամեն։ Դրա համար այդ կանգնած մնա Աստված անպայման քո կյանքում խոսք ունի։ Ու մենք երբ որ կարդում ենք, ասում եմ, եւ Տերը պատասխան տվավ ու ինձ ասաց։ Տերը պատասխան է տալու։ Ամեն։ Երբ որ դու սպասում ես, Տերը անպայման պատասխան ունի քո կյանքի մեջ, քո իրավիճակների մեջ, այդ նեղության մեջ, այդ դժվարության մեջ, ինքը պատասխան ունի անպայման։ Ամեն։ Ոչ թե մարդկանցից նեղացի, ոչ թե իրավիճակներից նեղացի։ Ամեն։ Աստծուց վերցրու այդ խոսքը։ Ու դու կխաղաղվես կնես կօրտնված։ Ամեն։ Հալելույա։ Գիտեք մեզ ինչքան մարդիկ էին գալի։ Ինչքան մարդիկ կային անհավատ ժողովուրդը, անհավատ մարդիկ։ Գալիս են, դուք էլ հասակ մեր պես այդ զոհվածներ, դուք էլ եղաք այդտեղից, ոնց որ սենց մեզի գային ու տրորեն, բայց մենք դրան չենք նայում, մենք ներում ենք, մենք թողում ենք իրենց, ու մենք մինչև այլ այդ մենք իրենց տները ասում ենք Աստված մեծ է, բայց իրանք չեն գալի, իրանք չեն հավատում Աստծուն, թույլ չեն տալի, որ Աստված իրենց բժշկի օրհնի,
Թու չեն տալի, որ Աստված իրաց կյանքում բան է բերի։ Ու այդ մարդիկ անցել է 20 թվից այս կամ արդեն 25 թիվն ենք, 25 թվի մեջ նստած են միջև այդ սուքի մեջ։ 5 տարի է։ Ու տարբեր հիվանդանոցներում են։ Մի օր էս հիվանդանոց եմ, մի օր այն հիվանդանոց եմ, մի օր այն հիվանդանոց եմ, մի օր չգիտեմ որտեղ են, ու իր կյանքին դեռ ասես չի ասես դեր, որտեղ տիրոջը չի վստահում։ Ամեն։ Որտեղ տիրոջը չի մոտիկանում, որտեղ իրան խոստան։ Մարդը չի կարա մեզ խոստան։ Ամեն մարդը բան չի կարացի։ Ոնց որ Հոբն ասում է, ավելի լավ է չխոսալ, նստեք կողքս իմ համար։ Էդի ավելի լավ կներ իմ համար, քան ստես խոսում եմ։ Ավելի լավ է լուր կենալ։ Նեղության մեջ մարդկանց պետք է գիտես շատ անգամ ինչ անել։ Գնալ իր կողքը նստել ու լուր նստել ու լսել։ Մի հատ հետաքրքիր պատմություն էր, ասում է բանի։ Մի հատ հովիկին մահանում է, ու ինքը բանը նեղանում է, այդպես ծառայության չեթում Աստծուց, եկեղեցի չեթում, հովներից մեկը այդ իր կողը նստում է։ Ու սպասում է այդ հովը ինչ պիտի ասի իրան, որ ինքը իր խոսքերին պատասխան տա։ Միտում է մի ժամ, 2 ժամ, 3 ժամ նստում է այդ հովը, ոչ մի բան չի խոսում։ Վերջ իր մեջ մտածում է այդ հովը, ասում է թող ինքը ասի, ես պատասխան տամ, թող ինքը ասի։ Այս մի հովն է որ գնաց նստած, ասում է թող ինքը խոսի, ես պատասխան կտամ։ Նստում են մի քանի ժամ իրար կողք ու այլում են, ասում են դե լավ, ասում է գնամ, ասում է դե լավ, ես այդամ ճանապարհ եմ, ասում է բայց դու բան չեր եկել ինձ ասի, ասում է չէ, սպասում եմ որ դու ինչ-որ բան ասել ինձ, որ ես քեզ պատասխանեի, ասում է ես իմ մեջ, ասում է ես տենում եմ քեզ ես ինչ ուժեղ ես դու, որ դու հաղթել ես, որ դու կարացել ես այս բանը ճեղքես ու տիրոջը փառք ես տալի, բայց այդ մարդը տիրոջից նեղացել է, ու իրականում ինչ է, ու այդ մարդը այդ ժամանակ զորություն ուժ ստանում, ասում եմ, մի րոպե ես ավելի ուժեղ եմ, քան իմ աչքերով նայում եմ։ Իրականում գիտես, մենք ավելի լավ ձեն չանենք այդ դժվարության մեջ մարդկանց այդ կողքը, քան խոսանք, այն համնել հանենք են։ Ամենալավը տեղ գիտենք, որ լռություն է։ Կամ բերան փակ մտքիդ մեջ աղոթես իր համար, ավելի օրհնում ես կմնես։ Հալելույա, բացենք Եսայա 62:6-ը։ Եսայա, բացենք Եսայա գիրքը, Մարգարեության։ Քո պարիսպների վրա, ով Երուսաղեմ, պահպաններ եմ դրել, նրանք բոլոր օրը եւ բոլոր գիշերը բնավ պիտի չլռեն, դուք ով Տիրոջ հիշողներ, մի լռեք։ Ստե ինչ ասում Աստծո խոսքը։ Ասում է պարիսպի վրա մարդիկ ենք դրել, որ բոլոր օրերը չլռեն։ Գիտեք, մենք շատ անգամ գալիս ենք մի օր աղոթքի, ասում ենք, մի շաբաթ չեմ գաղոթքի։ Բոլոր օրերը, առավոտ զարթնեցիր, դու պիտի չլռես։ Մանավանդ կանայք շատ ես խոսում։ Ոչ թե գնա մարդու վրա այդ պարիսպի վրա Աստծո հետ խոսա։ Ասում եմ, ես դրել եմ մարդիկ ու դուք էլ չլռեք։ Ամեն։ Չլռեք։ Գիտեք, այդ մեր խոսալը ավելի լավ ելնեմ ես Աստծո հետ խոսամ, քան թե ինչ-որ մեկին մեղադրեմ։ Տղամարդիկ էլ կան տենց։ Կանանցից շատ են խոսում։ Ամեն, դրա համար մեզ ինչ է պետք, որ մենք ինչ անենք, Տերը մեզ կանչել է, որ մենք չլռենք։ Գիտեք խիա կանչ, ինքը չի ասում, այսօր մի ժամ կաղոթես, հերիքա դե։ Всё, պրոբլեմն ես գնես կաղոթես։ Չունես մի էլ է, ասում է ամեն օր մենք աղոթելու բան ունենք։ Ամեն, որտեղ մեզ կարտացի խոսքի սկզբից խորտակողը ինչ է ուզում, ուզում է գա մեզ խորտակի, ուզում է գա մեզ գցի։ Մենք չգիտենք զարտեցիք ինչ անել։ Մենք չգիտենք ինչ է մեր ճանապարհների սպասվում։ Մենք այսօր եկանք ստե ճանապարհը փակ է։ Բայց փակ ասում մենք ուրիշ ճանապարհ կար։ Մենք չգիտենք հոգևոր կյանքում էլ մենք ասում ենք հեսա պետք է հաջող մի բան, մենք երբ մենք այս չտազատարակտել ես, ինչ քարել է շորել։ Ես որոշել ես ես պիտի անեի։ Որ աղոթած եմ ես, Աստված մի ուրիշ ճանապարհ ցույց կտա։ Ամեն։ Ուրիշ ճանապարհ կետաս։ Ոչինչ, մի քիչ կերկարի, բայց դու վերջը կհասնես քո նպատակին։ Ամեն։ Դրա համար Տերը ինչ ասում, ամեն օր դու աղոթելու բան ունես, պարիսպի վրա երբ որ կանգնում ես։ Երբ որ գնացել ես ինչ-որ միտեղ, քեզ ինչ-որ խոսք են ասել, թուլացնելու, տկարացնելու, աղոթելու բան ունես։ Աղոթի։
ու մի թույլաց, ուժեղացին, հալելույա։ Եվ նրան դադար մի տվեք, մինչև որ նա հաստատե եւ մինչև որ նա Երուսաղեմի օրդություն շինի երկրի վրա։ Ասում եմ չդադարես, մինչև օրդությունը չտենաս, չդադարես։ Հիմա շատ մարդիկ կանգնում են աղոթում են ասում դες քանի տարի աղոթում եմ։ Գիտեք, ես մարդ եմ ճանաչում իր հոգսը, ամեն տարի գցվել ես հոգսի բաների մեջ եմ։ Ու պատասխան չէր գալի, պատասխան չէր գալի։ Ամեն տարի նույն հոգսը գրում էր Տեր ջան։ Չգիտեմ ինչ է գրում, բայց ինքը հոգսը չի ասում։ Բայց ասում եմ մի օր գիտեք ինչ եղավ։ Ասում եմ ես չէի դադարում, գրում գցում եմ։ Եթե եկեղեցում դրված է հոգսերի աման, կամ ինչ-որ մի բան, մի վախեցի գրի, մեկը ոչ մեկ չտենում, Տերն է գրում, Տերն։ Տերն է պատասխանում։ Ու ասում եմ մի օրից մի օր, ասում եմ ոչ ջանք եմ արել, ոչ բան, էդ եղավ։ Չէր դադարում, ինքը գրում էր, Տեր ջան, այս կարիքն է, չգիտեմ, ինչ կարիք ունես, գրի, Աստծու մոտ տուր։ Ասում եմ մինչև դու օրհնություն դառնաս, մինչև օրհնվեք ճանապարհը, մինչև հաջողվի դա, մինչև այդ իրականությունը դու տենաս, չդադարես, կողքին ասած չդադարես, հարցեր ասած չդադարես, մինչև Տիրոջ օրհնությունը չտենաս, չդադարես, ամեն։ Տերը ինչ է ուզում մեր կյանքում, մենք շարունակենք, չդադարենք, ամեն։ Մենք որ չենք տենում մեր ֆիզիկական աշխարհում, մեր աչքերը փակում է սատանան, ցույց է տալի ֆիզիկականը, նա չի լինում։ Գնացի չեղավ, գնացի չստացավ։ Բայց երբ որ դու հոգևոր աշխարհում կանգնած ես, ու տենում ես այդ ուրա աղոթքից դուրս ուրախ ես, Տեր ջան, ես ալնում եմ։ Ստացել եմ ես։ Կարող է մեր օրեր ուշ լինի, բայց ստացել եմ։ Ստացվել է, օրհնվել եմ։ Ամեն ինչ ստացվել է։ Երբ որ դու կանգնում ես ու շարունակում ես, Տերը քեզ օրհնություն է սարքում։ Մենակ քեզ չի օրհնում, կողքին էլ հետն է օրհնում։ Քո պատճառով օրհնություն է դառնում, ասում եմ Երուսաղեմը թող օրհնություն դառնա։ Այսօր մենք ենք Աստծո ժողովուրդը։ Ամեն։ Այսօր մենք պիտի ձայն բարձրացնենք ու դառնանք օրհնություն ամեն ընտանիքի համար, ամեն երեխեքի համար, ամեն եկեղեցու համար։ Գիտեք, մենք աղոթում ենք մեր շենքը շինարարության համար։ Մինչև մեր աչքերը չտենա, մենք չենք դադարելու, աղոթելու։ Մինչև ձեր աչքերը չտենաս, թե մեզ դարնիճը, մի աղոթեք, շարունակեք։ Մինչև հենց տենա էլ պետք չէ աղոթել։ Всё, արդեն Տերը տվել է։ Ամեն։ Դրա համար ինչ է մեզ պետք, որ մենք ինչ տենանք այդ իրավիճակը, այդ բանը։ Ես հիշում եմ, մինչև այս եկեղեցին ունենալ, երբ որ դուք ստեիք, երբ որ չեք եկել ստեղ, որ կար գնում եք բաժանին, Արտուրը լավ կհիշի։ Երբ որ գալիս էին դե ծառայելու, պատի վրա ձեր եկեղեցուց նկարներ կպցրեց։ Հիշում եք։ Ամեն անգամ ես էլ էի աղոթում, ում բերում եք ասում եք մատ աղոթում։ Սա ձեռնադրում էին այդ գծագրի վրա։ Ես մի 1000 հոգու ձեռ կպել։ Բայց վերջը որ ունեցաք էլ այդ թուղթը չկար, չէ՞ որ աղոթեք, ունեցել եք։ Օրհնություն, ուրիշ թուղթ եք ասած։ Օրհնություն դառավ, բայց ո՞նց դառավ Տեր։ Որտեղ չդադարեցիք ամեն օր խնդրելուց։ Բայց մինչև այդ գիտես, երբ որ չկար, մարդիկ կային, ես իմ կրնին։ Այդ չեն էլ աղոթում։ Գոնե մի հատ ձեռք ցենա։ Գոնե ասեն հա Տեր ջան, լավ համաձայն չեմ, լավ այսօր կաղոթեմ շենքի համար։ Մարդիկ կան չհավատացին, բայց այսօր իրականություն է սա։ Ամեն։ Ու Տերը ինքը հավատարիմ է, երբ որ ասում է կանգնի մինչև վերջ Փարիսի վրա աղոթի, ես օրհնություն եմ սարքում։ Ինքը նայում է մեր սրտին, արդյոք պրոստ ուզում եմ, ձև եմ տալի մարդկանց ցույց եմ տալի, գիտեք, եկեղեցի ենք ուզում, եկեղեցի ենք ուզում, եկեղեցի ենք ուզում։ Չէ, ինքը քո սրտին է նայում, որ դու ուզում ես ինքն անում։ Էդի ժամանակ անցնում ու տենում է, երբ որ սիրտը ուղիղ է, պարզում է, ձեր առաջվա հողի սիրտ ուղիղ է։ Դրա համար ունեցաք։ Հալելույա։ Հալելույա, փառք Աստծուն։ Գնանք առաջ։ Ու մեր ճանապարհին մենք պիտի ուշադիր լինենք, ինչ որ անում ենք։ Հալելույա։ Սաղմոս 81:13։ Սաղմոս գնանք։ Սաղմոս գիրքը, շատ օրհնված գիրք է։ 81։ Գիտեք, Սաղմոսը գիտեք ինչ սա դուրս եկին։ Ներողության աղոթները։
81-13 Դավիթ թագավորը այս աղոթները նեղության ժամանակ է իր մոտ արթնացել, բացվել, բարերը առաջացել։ Նեղության ժամանակ։ Այդ 150 սաղմոսը, որ գրել է ինքին նոթից չէ։ Այս ամեն ինչ այդ նեղության մեջ անցել է կամ օրհնության մեջ է հայտնվել, համ լավն ասում, համ վատն ասում, ու այդ փառաբանում ասում։ Հիմա այդ նեղության մեջ դու պիտի իրականում ինչ անես, Դավիթի նման դառնաս։ Այդ քո նեղությունը դառնա երգեր։ Դառնա երգ։ Ոչ թե մի հատ հայկական դուդուկ վերցնենք, ասես մեկի կողից հավքվեն, «Որա ես ինչ լավ երգ է, ես էլ եմ այդ բանի մեջ»։ Ես էլ եմ, «Որա ինչ անենք», մեկը մի 5-6 հատ միացան իրար հետ։ Ամեն Աստված չի ուզում տենց լինի, դուդուկը լավ բան է, բայց դա է այստեղ։ Ամեն։ Ու Աստված չի ուզում, որ այդ նեղությունը ինչ-որ, չգիտեմ, ինչ սարքես։ Ամեն, ինչ-որ սենց վատ բան է սարքես, այդ նեղությունն եկել է, որ դու կանգնես, բարձրանաս ու հետես վեր է։ Այդ նեղությունը քո համար աստիճան լինի։ Ամեն, բայց շատ անգամ մենք հակառակն ենք, մենք թուլանում ենք։ Ամեն, մենք թուլանում ենք։ Ու ես ձեզ մի հատ բան ասեմ, երբ որ դու նեղության մեջ ես, լսի գնա ուրիշին օգնելու։ Գիտես ինչ օրհնված ես։ Հալելույա, ամեն։ Գիտես ինչ օրհնված ես։ Ես շատ անգամ մենք եղել ենք կյանքում, որ ես բան եմ, ֆինանսական նեղություն եմ ունեցել, կամ չգիտեմ ինչ-որ նեղություն եմ ունեցել, առողջական։ Ես ինչ եմ արել։ Գնացել եմ մեկի տունը, տեսել եմ, որ ֆինանսական նեղություն է, սկսել եմ խոսել, սատանաս էլ վիճակը նայել, քո վիճակը նայել, իր վիճակը նայել, եկել ես հույս տաս մարդու։ Այո, ես գնացել եմ, իրան հույս եմ տվել, ես օրհնված եկել եմ։ Ու իմ հավատն էլ է բարձրացել, որ ես էլ եմ դուրս գալ, ուժեղացել, զորացել եմ, էլ եկել եմ։ Կամ գնացել եմ հիվանդի մար աղոթելու, դաժե ես ծառայության ժամանակն են ցարել, որ հիվանդ եմ եղել, դեր եմ խմել, եկել եմ ծառայության, բայց ոչ մի չի իմացել։ Օրհնվել եմ ծառայության, բժշկված եմ, բժշկվել եմ, են տաքսություն չեմ ունեցել։ Նեղության ժամանակ մենք ինչ ենք անում, մենք պիտի Աստծուն փառք տանք, Տեր ջան։ Ոչ թե ասենք լավ ա եղել, սենց ա եղել։ Նեղության ժամանակ մենք պիտի ուժեղանանք, որ Տեր իրականում մեզ զորացնի։ Սաղմոսի 81-13-ից կարդանք, 81-13 Եթե իմ ժողովուրդը ինձ լսեր և Իսրայելը իմ ճանապարհներով գնար, շուտով կխոնարհացնեի նրանց թշնամիներին և իմ ձեռքը կդարձնեի նրանց նեղությունների դեմ։ Ստեղ խոսք ինչ ասում, ասում է, երբ որ իմ ժողովուրդը ինձ լսեր, ես ինչ կանեի, իմ ձեռքը ասում է, կկանգնացներ այդ ամեն ինչը, ամեն Տիրոջ ձեռն է պետք, ամեն Երբ որ դու Տիրոջը լսես, ասում է, իմ ժողովուրդը, որ չլսես դրա պատճառով Մենք պիտի լսենք Աստծուն, որ մենք օրհնված լինենք Ու մենք երբ որ լսում ենք Աստծուն, ու գիտես, ինքը չարը, սատանան տենում է, որ դու լսող ականջ ունես Ինքը տենում է, որ դու լսում ես Ուզած չուզած, քեզի թողում է Ուզած չուզած, ասում ասել այդ գործ չունի Գիտես, երբ որ մենք մեկին չենք ներում, ու Տերը մեզ ասում է ների Ու ես պինդ բռնած այդ մարդուն, չէ, ես սան կներեմ, բաց ես մարդուց Երբ որ դու պինդ ես բռնել, գիտես, մի հատ սենց լավ պինդել մեկը քեզ է բռնում Ասում է, հազիվ ընգար ձեռս Հենց թողեցիր, տենում է բռնվելու տեղ չունի, արա մի ռոպե թողել է Արդեն ինքն էլ է թողելու քեզի, չի կարա չթողի Երբ որ դու սկսեցիր սիրել, ինքը արդեն թողել է, իրա մեջ սեր չկա, որ քեզի պայի Աստծո մեջ է սերը Իրա մեջ թշնամություն է, երբ որ դու թշնամություն ես անում կամ ինչ-որ բանի մեջ ես հայտնվում, ինքը քեզի բռնում ասում է հազիվ ձեռքերից մեջ անգեն Ինչ-որ մեկին ատում ես, չգիտեմ, հակառակում ես, ինչ-որ բաներ, զոնքար, հաներ, կիսուր, կեսրար, սաղին խարում ես իրար Ինչ կամ կիսուր, կեսրար կա, քեզ այնց է բռնում Հոգևոր աշխարհում Դրա համար ինչ է, ազատ թող Ամեն, կիսուրիտ էլ ազատ թող Զոնքաջիտ էլ ազատ թող ու դու օրհնված կլինես Ամեն, Տերը քեզի կազատի, ազատության մեջ Մարդկանց խոսքերից էլ մի բռնելի, դու ազատ կլինես Երբ որ դու բռնում ես, ինքն է քեզ է բռնում
Բայ բժիշկն ասում է չի ստացվի։ Բռնեցիք։ Ինքն ասում է ընկավ ձեռս։ Չի չես բժշկվել, չի ստացվի։ Ես բժշկվել եմ Հիսուսի անունով։ Կամաց բժշկվել եմ Տեր ջան, բժշկվել եմ ես մատից հետ, բժշկվել եմ, կամաց գնաց ձեռից հետ։ Ու սատանան դերում է, չէ, եսի այն մարդ կապել է, ես կանի թողում է թամա։ Դրա համար մեզ ինչ ապի պին բռնվենք Աստծո խոսքից, ամեն, ու մենք կնենք օրհնված, քանց թե մենք ինչ-որ մի բան սպասում ենք։ Հալելույա։ 15-ը Տիրոջ ատողները կխոնարհվեն նրա առաջին, իսկ նրա ժամանակը հավիտյան կլինի։ Իր ժամանակը հավիտյան կլինի։ Նա կկերակրե նրան պարար ցորենով եւ վեմիցը կկշտացնե քեզ մեղրով։ Ինչ կանի, ասում է կկշտանաս։ Պարար ցորենով կկշտանաս, օրհնված կլես ու մեղրով, ամեն օրհնված կլես։ Տերը քեզ կկերակրի, բայց անհավատներին ասում է մերժելու է։ Օրորպին բռնած չի, իրանք ասում է մերժելու է Տեր իրանց։ Թող իրանք ոչ մի բան չսպասեն։ Բայց երբ որ դու պին բռնել ես Աստծո խոսքին, բռնել ես Աստծո խոսքից մեղրի պես, ասում է կկերակրեմ, ցորենի պես։ Ամեն, կշտացած կլես։ Հալելույա, Տերը հավատարիմ է մեր կյանքի մեջ, ամեն։ 17-5 գնանք, նույն Սաղմոս 17-5։ Սաղմոս 17-5։ Հաստատիր իմ գնացքը քո ճանապարհներին, որ ոտքերս չգլորվեն։ Խոսքի ինչ ասում Դավիթ թագավորը։ Իմ ոտքերը թող հաստատված լինի քո ճանապարհներին, որ իմ ոտքը չգլորվեն։ Երբ որ մենք Աստծո ճանապարհների վրա մենք հաստատված ենք, մեր ոտքը չի գլորվում։ Երբ որ ես գիտեք Աստծո ճանապարհը որն է, եկեղեցին։ Աստծո տունն է։ Այս ճամփի վրա մեր ոտքերը պիտի ինչ լինեն։ Պինդ լինեն, հաստատված լինեն։ Ամեն։ Ինչ լինի մեր կյանքի մեջ, ես պիտի որոշում կայացնեմ առաջին իմ եկեղեցին։ Գիտեք իմ հարազատների բարեկամները սա գիտեն, որ կիրակյորով ես չեմ մեթանում։ Ուզում եմ հարցնի քանի, ուզում եմ նշանդրի քանի, ես այդ օրը չեմ մեթանում։ Ամեն։ Ուզում եմ մեր տունը գան, ասում եմ մեր դուրը բաց է, արեք դուրը բաց է, մենք հետում ենք։ Ժամ 3:30 4-ին նոր տուն ենք գալ։ Դուք բաց եք, կոֆե եք խմում, ինչ ուզում եք արեք դա, դա ձեր տունն է։ Արեք ձեզ զբաղեք, ինչև գան։ Ու գալիս են, իրանք բացում են, մտնում են, ինչ ուզում անում, ինչև մենք գալի հասնում ենք։ Հալելույա, դրա համար դու վստահ ես Աստծուն։ Ու այդ ճանապարհները թող պինդ լինի, որ Տիրոջից չհեռանաս։ Ինչ էլ լինի քո կյանքի մեջ, ինչքան էլ դժվարություն լինի, դու մի պինդ բռնած ես Աստծուն։ Եփեսացի 6:14։ Եփեսացի 6:14։ Եփեսացի գիրքը 6:14 Արդ հաստատ կանգնեցեք ձեր մեջքերը, ճշմարտությամբ գոտետ պնդված և արդարությամբ զրահը հագած։ Ստեղ խոսքի ինչ ասում, քո մեջքը թող պինդ լինի։ Ճշմարտության խոսքով, ամեն, որ այդ պինդ կապած լինես, որ քո մեջքը պինդ լինի, որ դու կարողանաս հաղթես, այդ խոսքով ես դու հաղթելու, ոչ մի բանով չես հաղթելու։ Ամեն, մենք գիտենք ապրում ենք այս երկրի վրա, այս երկրում ամեն ինչ սպասելի է։ Ամեն վայրկյան, ամեն րոպե մենք կարող ենք ինչ-որ բան սպասել։ Որ մենք էլ չենք պատրաստել ճամփել, բայց կարող ենք։ Բայց երբ որ քո մեջքը գոտեպնդված է, երբ որ դու Աստծո խոսքով քո մեջքը պահված է, ինքը քեզի ոչ մի բան չի կարող։ Ամեն։ Դու կորցնելու բան չունես։ Դու չես կորցնում։ Այս երկրի վրա ասեմ ձեզ Ժորժան, ոչ մի բան չեք կորցնում։ Իրականում ես դե ինչ էլ անեմ, մեկը կիսատ ամենանում։ Եկեղեցիներ սիրեմ կարող կիսատ մնա, իմ ընտանիքում ինչ-որ մի բան այն կիսատ մնա, գործից մեջ էլ բազեմ $1000, $1000-ին հասնեմ, հետո էլի 5000-ին չկարողանամ հասնեմ կիսատ մնա։ Ամեն ինչին կարող կիսակ թողենք։
Մենք ուզում ենք վազենք, բայց Տերն ասում է ես քեզ ուրիշ ճամփա ունեմ։ Ստեղ մնում է մեր հավատքը պահենք, ամեն, որ մենք այդտեղ օրհնված լինենք։ Ես ասի Տեր ջան, ես 1000 տարի եմ ուզում։ Ինձ այդ 30 տարի պետք չէ։ Որտեղ գիտեք, երբ որ սատանա կապված է լավ, արդեն դու խնդրեմ չունես։ Ոչ հոգս ունես, ոչ էլ միտք կար գալի, վայ վաղը փող չի լինում։ Վայ վաղը կարող այդ անհաջող, կարող սամբալոտ չկարնամ, նստեմ սիրտս խառնի վատանամ։ Այդպես բաներ չկան։ Սատանա չկա։ Օրհնված ապրել ես։ Քեզի բան մտքեր չի գալու։ Քեզի, չգիտեմ, հիվանդության մտքեր չի գալու։ Դու օրհնված ապրել ես։ Տիրոջ ներկայության մեջ, Տիրոջ օրհնության մեջ ապրել ես։ Ու դու ամեն ինչ հասցնել ես։ Գնաս այս Ամերիկայի, Եվրոպայի չգնացինք այս տարի հանգստանանք։ Էդաս դելիկը տեղ է կա։ Տերը օրհնելի է, մի մտածի։ Գիտեք, այսօր մարդիկ ջանքին, եթե գնացինք Եվրոպա բան, սա խառնում է, հետո գալիս են սկսում են տոկոսները փակել։ Այ ոնց եմ անում, ես իրեն։ Սա ձմեռ աշխատում են, որ փակեն, մյուս տարի լեթան հանգստանալ։ Ես չեմ ուզում այդպես տարապեմ։ Ես ուզում եմ հանգիստից, որ Տերը տվել այսօր, անեմ, գոհանամ Աստծուց, ինչ էլ չեմ հասցնի, Տերը ունի ինձ 1000 տարի բացի դե հավիտենական կյանք։ Ամեն։ Դրա համար մարդ սատանան գալիս է միշտ կենտրոնացնում է, մեր մեջքը թուլացնում է, ասում է դու ես չես արել, գիտես կամ բան կանելու։ Այսօր չեմ կարող եկեղեցի գամ։ Հովը զանգում ասում է, այսօր էս ինչ մարդն է գալու, գիտես անենք, անենք, հովիվ ջան, որ չեմ գամ փառաբանության կլինի։ Ոնց որ բերք ենք հավքում, չեմ կարող։ Այ մի արի։ Մեկը լինելու է մեկը փառաբանի, մեկը լինելու է մեկը ծառայի, դες բան չկա որ չծառայի։ Ամեն։ Ես հիշում եմ բանը, անցյալ կիրակի եմ, մոտ հյուրեր եկել, չէ, մի քանի կիրակի առաջ։ Փառաբանության մեջ մարդ չկար, մենակ մի հոգի էր։ Ու գիտեք, խառնվավ սաղ իրար, միկրոֆոնը չի աշխատում, սինթեզը չի աշխատում, դինամիկը դեմ, չգիտեմ, ես խոսում եմ, ես փախնում եմ, սա խառնվավ իրար, փառաբանությունը առաջի գիծը թուլացել է, սաղ թուլացավ։ Ու սկսեցինք մեր բերանով փառաբան են ասում, եկեղեցին։ Սաղ անջատեցինք, ու սկսեցինք փառաբանել։ Ու գիտես նես ներկայացնում է, որ մեր հույսը դրա վրա չենք դրել։ Երբ որ փառաբանեցինք ու ծառայող ելնամ, ասում եմ, «Էս ինչ ներկայությունն է, Աստված ջան»։ Աստված էս էր ուզում, այն իրան պետք չէր։ Ու իրականում ինչ է, Տերը իրականում ինչ ասում, մեր սիրտը։ Ամեն։ Ու մեր մեջքը պիտի պին լինի, որ Տեր իրականում մեզի օրհնի, զորացնի ամեն դժվարության մեջ։ Պնդացնա մեջքդ Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա։ Վերջի տեղն է կարդամ ու աղոթենք։ Հեսու 1:5։ Գնանք Հեսու գիրքը։ Հեսու 1:5։ 5-րդ խոսքը։ Ոչ մի մարդ չկարողանա քեզ դեմ, քո կյանքի բոլոր օրերում, Հեսուին ասում է, դեմ կանգնել, ինչպես որ Մովսեսի հետ էի, քեզ հետ էլ կլինեմ, քեզ չեմ թողնի եւ քեզ անտես չեմ անի, ու շարունակ մնայք, զորացի եւ քաջ եղիր, զորացի ու քաջ եղիր։ Աստված խոսք է տալի Հեսուին, ասում է ոնց որ Մովսեսի հետ են, այսինքն քո հետ եմ լինում։ Զորացի ու քաջ, հիմա գիտեք, էսի Հեսուից է կախված։ Տեր ջան, կարող է Մովսեսի հետ ավելի լավ մոտիկել հաստեք ու իմեն։ Տեր ջան, կարող է այդքան չստացվի։ Ասում է ես քո հետ եմ։ Զորացի եւ քաջ եղիր։ Որովհետեւ այն ժողովրդին դու պիտի ժառանգես, այն երկիրը, որի համար սրանց հայրենի երդում եմ արել, սրանց տալու համար։ Միայն թե զորացի եւ շատ քաջ եղիր, որ պահես եւ անես այն ամեն օրենքի պես, որ իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է։ Նրանցից չխոտորվես աջ կամ ձախ, որ ամենումն էլ խելամիտ լինես, ուր որ գնում ես։ Ամեն։ Ստե ինչ ասում։ Խելամիտ լինես, ուր որ գնում ես, խելամիտ լինես։ Եվ այս օրենքի գիրքը քո բերանից չհեռացնես, ամենաուժեղ խոսքը։ Այլ գիշեր ու ցերեկ նրա վրա մտածես, պահես եւ կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, որովհետեւ այն ժամանակ ճանապարհներդ հաջողակ կանես եւ այն ժամանակ խելամիտ կլնես։ Ահա քեզ պատվիրում եմ, նայեք, զորացի եւ քաջ եղիր։ Մի վախենալ եւ մի զարունիր, որովհետեւ քո Տեր Աստվածը քեզ հետ է
Եվ ամեն տեղ ուր որ գնաս, ամեն ուր որ գնաս ասում քո հետ եմ, զորացու քաջանի, զորացի։ Գիտեք, երբ որ Հեսուին դու Հեսուի կյանքում ապրեի, ինքը միշտ պատերազմի մեջ էր։ Իր գիրքը կռիվա, պատերազմ։ Սա կյանքում պատերազմ արի։ Մի հատ խաղաղություն չի կարացի հանգիստ եթե մտ ասես որ տեր ջանեթանք հանգիստ քնենք էլի։ Գիտեք ինչ կամ զորքը վերջում կարծես դες քանի հատ ազգահաղթեն։ Պատերազմը չի ասում, տեր ջան, հոգնանք, սաղ կռիվա։ Մի հատ թող մի քիչ հանգստանանք։ Սաղ ծառայությունը թող մի քիչ հանգստանանք էլի։ Կիրակի ծառայություն, շաբթի թող ենք մեզ չեմ գերնի, ինչ է, ծառայություն, պատերազմի մեջ եք ժողովուրդ ջան։ Քնել չկա։ Գիշերը աստված տվել է քնելու մար, կարող դաշի գիշերային աղոթքել լինի մեկ։ Ամեն, ասում է դու զորացու քաջ անի։ Ամեն, որտեղ Տերը խոստում ունի մեր համար։ Երբ որ մենք ստե զորացանք այս առաջի կյանքում հաղթեցինք, գիտեք Աստծո խոսքը ինչ ասում է։ Երկրորդ անգամ սատանային բաց է թողելու 1000 տարուց հետո։ Ով որ առաջինը հաղթել է, իր համար հեշտ է լինել։ Օրա ես ընդ հաղթել եմ մի րոպե։ Ես ձևը գիտեմ ոնց հաղթել։ Էս ինչ է։ Դրա համար ասում, ստե զորացի ու քաջ եղի։ Ամեն, զորացի ու քաջ եղի, ես քո հետ եմ։ Մի վախեցի, ես քո հետ եմ։ Ու գիտեք, պատերազմի ժամանակ մի հատ չտրտնջած, մի հատ չներվա։ Խոսքից վրա ասում եմ մտի կարա։ Ոնց որ Մովսեսը պատմեց, տենց է պայես։ Իմ վաղ 5 գիրք էր։ Պատկերացնում եք։ Հələ մերը 5-ա չի գնա, հələ հա թերթում եք։ Այնա հեսում մի հատ Մովսեսի գիրք ունի, պիտի կարդան, դենարը ինչ կա, չկա գրած վերջ։ Տեր ջան, всё։ Գիտեք, այսօր ամեն օր մեր համար մի բան կա։ Ամեն օր, հա կարդա։ Ու այսի մեզի շատ էլ է։ Մեզի ոչ թե շատ է, Աստված գիտի այդ չափը որ տվել է մեզ։ Ամեն։ Դրա համար ինչ է մեր կյանքում պետք, որ մենք զորանանք ու ուժեղանանք, ժողովուրդ ջան։ Նեղության, ել եմ ասում, նեղությունների ժամանակ չթուլանաս։ Տերը քո հետ է, զորացի ու քաջ եղի, կողքին ասա զորացի ու քաջ եղի։ Տերը մոտիկ է, հալելույա, բարք Աստծո, արիքանն ենք ոտքի։ Այսօր որոշել էի ակնոցը հետս բերել, որ կարդայի, բայց ոնց որ ձգեցի, կարացա։ Զորանանք ու քաջանանք, ես ուզում եմ այն մարդկանց համար աղոթեմ, ես կուզենայի նվագողը գար, երաժիշտը, այն մարդկանց համար աղոթեմ, ովքեր որ նեղության, այդ դժվարության մեջ են, ու մտածում են էսի վերջն է, ճամփա չկա, դե ջան, ոնց որ սա ճամփերը փակվել է, դե ֆինանսական, դե առողջական, դե չգիտեմ, ինչ-որ բաներ, всё, ոնց որ պեչատել է ինքն իր ձեռով, խփել է պեչատ, ասել է всё, ովքեր այդ իրավիճակի մեջ են ուզում եմ ձեր համար աղոթեմ, յուղով եմ, ու ես հավատում եմ, որ Աստված կազատի քեզ, ամեն, հալելույա, կուզենայի առաջ գային են մարդիկ, ովքեր որ այդ դժվարություն են ասում, ովքեր որ նեղության մեջ են, կապ չունի ֆինանսականա, կապ չունի առողջականա, կապ չունի ընտանիքի, ինչ որ կա, դու գիտես էդի քո համար շատ նեղություն է, դու գիտես որ քեզի տանջում է էդի, կարող չգիտեմ, վերքա հավակն է տանջում, արի առաջ։ Շնորհակալ ենք, թող Տերը շատ օգնի ձեզ, այս հրաշալի խոսքի համար, այս հրաշալի աղոթքի համար, այս ամեն ինչի համար, որ երկնքից Աստված քո միջոցով ուղարկեց մեզ այս եկեղեցուն, շատ օրհնված ենք նորջան։ Եվ այս ամեն այս փոքրիկ նվերը սենց մեր սաթի քրոջը Փառք Աստծուն։ Եկեք, ասմով միջև վերջ համբերի կհաղթի, մի մասը գնացին, բայց Փառք Աստծուն, եկեք սենց եվս մեկ անգամ փառաբանենք Աստծուն, այն խոսքը, որ վերցրել ես ամուր պահի, թե քո անձնականի համար, թե խոսքը զորավոր խոսք էր, որ Հովիվը այսօր քարոզեց, հրաշալի տեղեր էր, այդ տեղերը պահի քո մեջ միշտ կարդա ու զորացի Տիրոջով։ Այսօր մի զորավոր օրեր որ եկավ մեր կյանքի մեջ, այս եկեղեցու մեջ։ Փառք Հիսուս Քրիստոսին։ Ամեն։